Երեխաներիս համար պատրաստում եմ մեղրով տորտ առանց ժամերով գրտնագելու։ Նախ պատրաստում եմ կրեմը։ Օգտագործում եմ դիլիի կաթը, ես եթե մեղրով տորտ եմ պատրաստում, նախընտրությունս տալիս եմ եփովի կրեմին և ընտրում եմ որակյալ կաթնամթերք։ Թողնում ենք կրեմը հովանա և այդ ընթացքում պատրաստում ենք շերտերը։ Կրակի վրա տաքացնում եմ մեղրը, ավելացնում սոդան, մի փոքր կարամելային երանգ ստանալուց հետո ավելացնում եմ կարագը, խառնում և թողնում կարագը հալվի։ Ձուն և շաքարավազը առանձին հարում ենք, մեղրով զանգվածը ավելացնում ձվի վրա։ Ավելացնում եմ նաև մի փոքր վանիլին և ալյուր։ Պետք է ստացվի թթվասերի խտության խմոր, շատ արագ է թխվում։ Կողմերը հավասարեցնում ենք և հավաքում տորթը։ Զարդարում եմ փշրանքներով։ Այս բաղադրատոմսով ստացվում է անչափ փափուկ, բերանում հալվող տորտ։ Չմոռանաք հետևել իմ էջին ավելի համեղ բաղադրատոմսերի համար։